Ավագ երկուշաբթի։ Ավագ երկուշաբթի պատմվում է անպատուղ թզենու առակը։ Առակի բովանդակությունը հետևյալն է. Քրիստոս երբ գնում էր Երուսաղեմ, ճանապարհին նկատում է մի տերևախիտ թզենի եւ որոշում է մոտենալ եւ թուս քաղել։ Սակայն մոտենալուց հետո տեսնում է, որ ծառի վրա բացի տերևներից որևէ պտուղ չկա։ Եվ խոսքն ուղղելով թզենուն ասում է, որ անիծված լինես։ Սակայն հանուն արդարության ավետարանն ասում է, որ տակավին թզի ժամանակը չէր։ Եվ սա մենք մարդիկս հասկանում ենք, որ ոչ թե առակի բովանդակությունը այնպիսին, ինչպիսին որ ներկայացնում է ավետարանը, սա էր մեզ փոխանցվում, այլ իր այլաբանական իմաստը, որն ուղղված է մեզ, որ մենք մեր կյանքն ապրենք առավել ճիշտ եւ հաշվետու կերպով։ Անպատուղ թզենու առակի ողջ իմաստն այն էր, որ եթե բնությունից Աստված կարող է պահանջել այն, ինչ որ ինքը դրել է, եւ այդ բնությունը շարժվում է բնության օրենքներին համապատասխան, այսինքն ծառերը ծաղկում, պտուղ են տալիս ամեն մեկն իր ժամանակին, սակայն մարդիկ, իր սիրասուն արարածները այդպես չպիտի ապրեն իրենց կյանքը։ Մարդն իր կյանքը պիտի ապրի այնպես, որ յուրաքանչյուր օր, րոպե բարիք գործի եւ բարիքի սեր ցուցաբերելու համար չպիտի լինի հատուկ ընտրված ժամեր, եղանակներ կամ պայմաններ։ Հետևաբար, եթե թզենին իր պտուղ տալուց առաջ չէր կարող պտղակալել, եւ դա ներելի կլիներ իրեն, սակայն մեզ մարդկանցս ներելի չի լինի այն, երբ վերջին օրը պատահի այս պահին եւ Աստված մեզանից պահանջի մեր կյանքի պտուղը։ Հետևաբար, սիրելիներ, հիշենք այս առակը եւ մեր կյանքն ապրենք այնպես, որ ամեն րոպե, ամեն վայրկյան պատրաստ լինենք բարի պտուղներ տալու։